Պարոն Եղիազարյան, դուք ազգային ժողովի նախկին պատգամավորներից եք, Լուսավոր Հայաստան կուսակցության խմբակցության անդամակից եք եղել եւ մենք նաեւ տեղեկացանք, որ դուք դուրս եք եկել կուսակցությունից, դադարեցրել եք ձեր անդամակցությունը։ Ինչով է այն պայմանավորված։ Տեսեք, ես արդեն 23 թվականից կուսակցական գործընթացներին ակտիվ ներգրաված չէի եւ վերջնականապես 25 թվականի դեկտեմբերին, երբ որ կուսակցության նոր խորհուրդը պետք է ձևավորվեր, ես որոշում կայացրեցի, ներկայացրեցի խորհրդին, որ այլևս չեմ ուզում ներգրաված լինեմ խորհրդին եւ այդ պահից կարելի ասել ես դադարեցրեցի կուսակցական գործունեությունը։ Որևէ առանցքային հիմնական խորհրդային պատճառներ չեք ունեցել։ Չէ, խորհրդային պատճառներ չեն եղել, որովհետև կուսակցությունը մենք ստեղծել ենք լրիվ ընկերական հիմքով, այդտեղ լրիվ ընկերություն է եղել, ես բոլորի հետ ընկերական հարաբերությունների մեջ եմ, պարզապես որոշ հարցերի հետ կապված եղել են տարբեր դիրքորոշումներ եւ ինչ-որ մի պահից ես որոշեցի, որ երևի թե լինեմ անկախ, անհատ ու այս պահի դրությամբ ասենք ցանկացած միտք եւ տեսակետ, որ ես արտահայտում եմ, դա արդեն զուտ միայն իմ տեսակետներն են եւ դիրքորոշումներն են։ Իսկ ինչ նպատակ ունեք հիմա արժևում նաև համապետական ընտրություններն են, հունիսի 7-ին տեղի ունենալու համապետական ընտրությունները, դուք ինչ եք պատրաստվում անել, շատերը երբ կուսակցությունից դուրս են գալիս, լքում են, նոր ուժ են ձևավորում, նոր կուսակցություն են ձևավորում, դուք նման մտադրություն ունեք։ Չէ, նոր ուժ ձևավորելու մասին միանշանակ խոսք չկա։ Տեսեք, այս ընթացքում ես միշտ եղել եմ կոշտ ընդդիմադիր դիրքերում, եմ հանդես եկել այս իշխանության նկատմամբ եւ նույնպես շարունակում եմ։ Այս պահին ես մի նպատակ ունեմ, իմ գերնպատակը, որ իմ ուժերի մաքսիմալ չափով նպաստեմ, որ այս իշխանությունը չվերարտադրվի։ Թե ընթացքում կլինեն ինչ-որ նոր համագործակցություններ, չգիտեմ, այս պայմանությամբ որևէ բան չկա, չեմ բացառում, եթե լինեն ինչ-որ առաջարկներ, որ գաղափարապես կկիսեմ եւ իմ արժեհամակարգի հետ զուգահեռ կլինեն, միգուցե այս պայն զուտ պարզապես ես որպես անհատ պայքարում եմ այս իշխանության դեմ, իմ հնարավորության են մի փոքր լուման ուզում եմ ներդնեմ, որպեսզի մենք պահպանենք մեր պետությունը, հայկականությունը եւ բոլոր այն ազգային արժեքները, որի դեմ հիմա աշխատում եւ պայքարում է այս գործող իշխանությունը։ Այսինքն շարունակելու եք ընդդիմադիր դաշտում մնալ, իշխանական չեք։ Չէ, միանշանակ ես որևէ երբեք չեմ եղել իշխանական թևին հարող եւ միանշանակ միգուցե ավելի կոշտ եմ պայքարելու, որովհետեւ այսօր այս հունիսի 7-ը ցենց ջրբաժանային օր է, իմ կարծիքով, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, մենք վերջնականապես խնդիր կունենանք Հայաստանի պետականությունը, ազգային արժեքները եւ հայկականությունը պահպանելու։ Դրա համար պետք է բոլորով համախմբվենք, որ ամենքս մի փոքր նպաստենք, որպեսզի հունիսի 7-ին այս իշխանությունը այլևս չվերարտադրվի։ Պարոն Եղիազարյան, չբացառեցիք, որ համագործակցելու եք այլ ուժերի, այլ կուսակցությունների, այլ քաղաքական ուժերի հետ։ Որ ուժերին եք դիտարկում, որ ուժերի հետ եք պատրաստ համագործակցել եւ նաեւ նշեմ, որ այսօր հիմնականում իշխանության հիմնական մրցակից Սամվել Կարապետյանի ուժը Հայաստան, Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ուժը, Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը։ Դուք պատրաստվում եք այս 3 ուժերի հետ, որի հետ կցանկանաք համագործակցել կամ գուցե բոլորին եք դիտարկում։ Տեսեք, այս մասով դեռ որևէ որոշում չունեմ, այս ուղղությամբ չեմ մտածել, ես ուղղակի որպես քաղաքական գործիչ ես պայքարում եմ այս իշխանության դեմ։ Չգիտեմ, վերջնական որոշում չունեմ, միգուցե լինեն առաջարկներ, ես հասկանամ, թե ինչ ֆորմատով կարող է դա լինել, այս պայմանությամբ Չգիտեմ, ես նման որոշում չունեմ, այս պայմանությամբ չունեմ որոշում, որ ինչ-որ մեկին ես անձամբ դիմեմ, միգուցե ընթացքում ինչ-որ շատ ծանոթություններ կան, շփումներ կան, բայց այս պահին ես դժվարանում եմ պատասխանել եւ չունեմ այդ պատասխանը ում հետ կլինեմ։ Ամեն դեպքում, եթե լինի համագործակցություն, դա կլինի այնպիսի ուժի հետ, որը հաստատ զայները չի փոշիացնի, այսինքն ռեալ իրական ընդդիմություն, որը իրականում անցողիկ շեմը կհաղթահարի, որովհետեւ այսօր կան նաեւ կողքից հայտնված ինչ-որ ընդդիմադիր փոքր ուժեր, որոնք չի բացառվում, որ կփոշիացնեն ձայները, դրանով իսկ նպաստելով գործող իշխանության, այսինքն այս պահով էլ պետք է մենք, եթե մարդիկ կան իմ նման, որ ուզում են ակտիվանալ, պետք է ընտրեն այնպիսի ուժ, այնպիսի ուղղություն, որը որ իրականում տեղ կհասնի մինչև պարլամենտ։
Ընդդիմադիր ուժերի հիմնական նպատակը այն է, որ այս իշխանությունը չվերընտրվի, բայց կարծես թե ընդդիմադիր դաշտում այն համերաշխությունը, այն միասնականությունը չկա, որը որ պետք է։ Դուք ինչ եք առաջարկում ընդդիմադիր ուժերին։ Ես մի քիչ այլ ձևի կնայեմ հարցին, ինձ թվում է համերաշխություն չկա, մրցակցություն կա, բոլորի մոտ կան ամբիցիաներ, խոսքը այն մի քանի 2-3 ուժերի մասին է, որոնք որ քիչ թե շատ մեծ հնարավորություն ունեն անցնելու պարլամենտ, բայց ես համոզված եմ, որ անցնելու դեպքում արդեն պարլամենտում լիարժեք համերաշխությամբ կոնսոլիդացիա կլինի եւ այնտեղ արդեն կլինի այդ այսպես ասած կոալիցիան եւ այդ ընդհանուր ուժերով իրենք կարող են փոխել այս իշխանությունը։ Այս պայծրությամբ հասկանում եմ բոլորը ունեն ամբիցիաներ եւ այդ ամբիցիաներից ելնելով միգուցե սխալ է, բայց դե մարդկային այդ մրցակցային զգացողությունը եւ բոլորը ուզում են իրենք լինեն լիդերը։ Հիմա կտեսնենք ինչ արդյունքներ կլինի, այնտեղ արդեն համոզված են, որ իրենք ընդհանուր եզր կգտնեն եւ կմիանան միասին։ Եվ համապետական ընտրություններից ինչ սպասելիքներ ունեք, ինչ պատկեր եք ակնկալում դուք, ինչ պատկեր կունենանք։ Ես համոզված եմ, որ ընդդիմությունը կհաղթի, ձայների քանակով միգուցե գործող իշխանությունը լինի առաջի տեղում, բայց իրենք միայն մենակ են լինելու, իրենց հետ օգնող ուժ չկա, եթե նույնիսկ լինեն, իրենք չեն հաղթարի անցողիկ շեմը, եւ այն 3-4 ուժը, որ անցնի, համընդհանուր գումարով իրենք ավելի շատ կլինեն եւ այդ միջոցով երկում տեղի կունենա իշխանափոխություն, որը օրհասական է այսօր։